Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ ասել, որ կարծում եմ այս օրը երբևիցե չեմ մոռանա, չէի կարող երբևիցե պատկերացնել, որ մի օր է գալու, երբ որ Մայրաթոռում լինելու են այսքան ոստիկաններ եւ ամենացավալին, որ լինելու է մի պատկեր, որ ոստիկանները բաժանում են հայերի երկու խմբի, Նիկոլին եւ իր հուդաներին աջակցողները եւ արժանապատիվ սեփական ազգը եւ հավատքը սիրող հայերը։ Պետք է արձանագրել համ լավ, համ վատ կողմերը այսօրվա։ Ամենալավ ու կարևորը այն է, որ հայեր ջան, բոլորովս միասին գնացինք Մայրաթոռ եւ թույլ չտվեցինք, որ Նիկոլը եւ իր անձնական օգտագործման այսպես կոչված հոգևորականները կարողանան եղանակ փոխեն Մայրաթոռում, կարողանան ինչ-որ մի շարժ ցույց տան, որը այդ վիճակը կտրամադրի հայությանը, որ մտածեն, որ Մայրաթոռը թույլ է կամ Մայրաթոռը ընկել է կամ թրքահապատակները կարողացել են իշխանությունը վերցնել եկեղեցուն։ Պետք է ստույգ ֆիքսել եւ հասկանալ, որ միակ պատճառը, որ այսօր որևէ բան տեղի չունեցավ, այն է, որ շատ արժանապատիվ հայեր եկել էին Մայրաթոռ։ Վստահեցնում եմ ձեզ, եթե մենք բոլորս չգնայինք, այսօր այնտեղ գործողություններ կլինեին։ Վստահեցնում եմ ձեզ, որ մենք պաշտպանում ենք ոչ թե վեհապարին կամ որևէ այլ անձի, այլ մենք պաշտպանում ենք մեր հավատքը եւ մեր ազգային ինքնությունը։ Եկեղեցին չունի մեր կարիքը, մենք ունենք եկեղեցու կարիքը եւ միակ իրական ձևը լինելու մեր ազգային ինքնությանը նվիրված դա սատար կանգնել մեր եկեղեցուն։ Մենք սատար ենք կանգնում մեզ, մեր ազգային արժանապատվությանը եւ ինքնությանը։ Շատ ծիծաղելի է տեսնել, որ Նիկոլի падգամավորները, որոնք նույնիսկ գրագետ սեպտեմբեր բառը գրել չգիտեն, ասում են եկել են ի աջակցություն եպիսկոպոսների, պրոշները լցրած եպիսկոպոսների, բենտլի քշող եպիսկոպոսների, այսինքն փաստացի ամենադրական բանը այս ամենից այն է, որ մենք տեսնում ենք, որ Նիկոլը իրապես մաքրում է եկեղեցին, որովհետև ցանկացած հոգևորականով կանգնում է Նիկոլի կողքին, նա հոգևորական չէ, նա քրիստոնեության հետ որևէ աղերս չունի եւ նա դավաճան է ինչպես Նիկոլը։ Երկրորդ դրական այն է, որ իմ օրինակով ասեմ, ծնվել եմ քրիստոնյաների ընտանիքում, կնքվել եմ հայ առաքելական եկեղեցում, միշտ համարել եմ ինձ մեր եկեղեցու հետևորդ, բայց երբևիցե այսքան տեղեկացված չեմ եղել թե մեր եկեղեցական մշակույթի ավանդույթների եւ տարբեր բաների մասին։ Եվ շատ քիչ սրբազանների եմ ճանաչել, ուղղակի եղել եմ ստանդարտ հավատացյալով, չգիտեմ, Կիրակի օրերը գնացել է մեկ պատարակի եւ աղոթել է իր Աստծո հետ շփվել է։ Այս ամենը մեր ազգին տալիս է մի նոր ալիք, որ մենք ավելի գիտակից եւ ավելի կիրթ լինենք մեր եկեղեցու վերաբերյալ, ավելի տեղեկացված լինենք մեր եկեղեցու վերաբերյալ։ Եվ Նիկոլ Փաշինյանը, այո, մեզ բոլորիս սարքում է ավելի քրիստոնյա, ավելի տեղեկացված եւ մաքրում է եկեղեցին այն պիղծերից, որոնք եկել եւ կանգնել են իր կողքը։ Մենք բոլորս միասին պետք է այս տեմպը պահենք, ամեն անգամ, երբ մենք լսենք, որ Նիկոլը ուզում է գնա Մայրաթոռ կամ իր այդ թրքահապատակ աջակիցները, մենք բոլորս միասին պետք է գնանք եւ եթե պետք լինի, դառնանք կենդանի վահան մեր ազգային ինքնության եւ մեր հավատքի։ Կրկին եմ ասում, միակ պատճառը ինչու այսօր այլ բան տեղի չունեցավ, այն է, որ հայերը շատ էին այնտեղ։ Երկու դրվագ կուզենամ ասել, առաջինը, որ սկզբում մտել էի Մայրաթոռի տարածք, ճիշտ ասած չէի հասկանում ինչու են ոստիկանները տարածքը սենց կիսել երկու մասի եւ առանց հասկանալու ձախ կողմով գնացի եւ մի պահ հասկացա, որ տեսնում եմ քպեական падգամավորների, տեսնում եմ իրենց լրատվականները ու բարձր սենց ձայնով հայերը վանկարկում էին վեհապար եւ այս կողմից սկսեցին գոռալ վեհապարի անունը եւ կոչ անել, որ նա հեռանա, հասկացա, որ սխալ ճամբարում եմ հայտնվել եւ ընկերներիս հետ անցանք մեր գաղափարական հայրենակիցների կողմ, բայց այդ ընթացքում հասցրեցի տեսնել այս մարդկանց դեմքերը, այնքան պարզ երևում էր, որ այդ կտրիչ, հեռացիչ գոռացողները այդտեղ բերվել են, առարկայի, ապրանքի պես,
չգիտեմ, աշխատանքից, թե որտեղից պարտադրել են Դիլիջան լինի, Թալին լինի, մարդկանց բերել են, պարտադրել են, որ գան, կանգնեն ու գոռան այդ ամեն։ Իսկ երբ որ անցար արժանապատիվ հայերի կողմը, որ տեսնում էիր մարդկանց աչքերի մեջի կրակը, որոնք որ գոռում էին վեհապար, հասկանում էի, որ իրանց այնտեղ ոչ ոք չի բերել։ Ոչ ոք իրանց դրա համար փող չի տվել կամ չի սպառնացել, որ աշխատանքից կհեռացնի, իրանց բերել է իրանց խիղճը։ Իրանց բերել է իրենց դաստիարակությունը, հավատքը։ Եվ մենք բոլորս պետք է շարունակենք այս պայքարը եւ ճիշտ ասած մի փոճուր ընտանեկան, անձնական բան էլ կուզեմ ասել, ինչի համար կարծում եմ, որ սա խայտարակություն է այս ամենը, որ տեղի ունենում մայրաթոռում։ Այսօր երբ տնից դուրս էի գալիս, գնացի ծնողներիս մոտ եւ մայրս ասեց տղա ջան, եկեղեցում զգուշ կլինես։ Այդ մի նախադասությունը շատ ճիշտ ցույց է տալիս մեր այսօրվա իրականությունը եւ խայտարակ իրավիճակը։ Այսինքն մենք ունենք մի պետություն, մի վիճակ, հայ առաքելական եկեղեցում, Հայաստանի Հանրապետությունում հայ մայրը իր որդուն, ասում է տղաս եկեղեցում զգուշ կլինես։ Դրա համար դու պետք է դատվես, Նիկոլ, քո աջակիցների հետ միասին։ Դուք խայտարակություն եք եւ սպի եք մեր ազգի համար։ Նույնիսկ երբ որ դուք գնաք, երկար ժամանակ է դեռ պետք գալու, որ այս ազգը առողջանա։ Քո պարակտիչ պիղծ մոտեցումները ոչնչացման են բերում այս ազգին։ Կամ դու պետք է գնաս, կամ մենք վերանալու ենք։ Եվ ես վստահ եմ, որ դու գնալու ես։ Ես վստահ եմ, որ դու պիտի գնաս, որտեղ ես չեմ հավատում, որ այսքան տանջանք, ցավ, այսքան փորձություններ տեսած հայ ազգը եւ հայ եկեղեցին, որը միշտ կանգնել է այս ազգի մեջքին եւ տեր է եղել այս ազգին, ես չեմ հավատում, որ քոպես նողկալի մեկը կարող է բերել մի վիճակ, որ մեր ազգը կկործանվի։ Երեք դարձել եմ 33 տարեկան։ Վստահ եմ 34 տարեկան որ դառնամ, այլևս դու չես լինելու ես երկրի ղեկավար։ Վստահ եմ, որ մայրաթոռը հաղթելու է քեզ, եկեղեցին հաղթելու է քեզ։ Հայ պետությունը երբեք չի կարող իբրև պետություն համեմատվել հայ առաքելական եկեղեցու հետ։ Մեր եկեղեցին շատ ավելի հզոր կառույց է։ Միջազգային հոգևորական տիրույթում մեր եկեղեցին գտնվում է շատ բարձր դիրքում։ Իսկ մեր պետությունը երբևիցե չի գտնվել հավասարազոր մի վիճակում միջազգային հարթակներում։ Գուցե 5-10 տարի։ Բայց մեր եկեղեցին միշտ դարերով եղել է եւ եղել է հզոր։ Եվ բոլոր նրանք, ովքեր որ կանգնում են Նիկոլի կողքին, էլի հայեր են։ Ես հույս ունեմ, որ մենք բոլորս ձեր համար կաղոթենք եւ դուք կապաշխարեք։ Իսկ նրանք, ովքեր գիտակցված գործակալներ են եւ կատարում են այս Փաշազադեի պլանը, սերնդներով անիծվելու եք։ Դուք ոչ հայ լինելու իրավունք ունեք, ոչ էլ կոչվելու իրավունք ունեք։ Այս ամենը որ ավարտվի, կեսը հայտնվելու է բանտում, կեսն է փախնելու է Թուրքիա ու Ադրբեջան, որտեղ աշխարհի որևէ այլ պետության մեջ դուք ձեզ անվտանգ չեք զգալու։ Ցավերեք սիրելի հայրենակիցներ, կհանդիպենք Երևանի փողոցներում։